Այսօր մենք քարոզարշավը իրականացնում ենք Աջափնյակում, նաև կենտրոնում մյուս խումբը Գորգիսյանի գլխավորությամբ, բայց ուզում եմ կարևոր ուղերձ տալ։ Ուրեմն 2 օր է Euronews-ը նյութ է տարածում, որը հայերեն թարգմանաբար նաև հայկական ժամանակ կայքում է դրված Նիկոլ Փաշինյանի թերթում տարբեր տեղեր, ըստ որի Նիկոլ Փաշինյանը հավաքում է 65% ձայն։ Մենք շրջում ենք փողոցներում, մենք չենք տեսնում այդ 65%-ը, բայց Նիկոլ Փաշինյանի թերթը դրել է, որ ինքը 65% ձայն է հավաքում։ Դե որ այդպես է, ելի հայրենակիցներ, ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանի այդ 65% ընտրողներին, ովքեր հիմա մեզ դիտում են, ու ձեզ կոչ եմ անում այդ 65%-ից բնականաբար շեղել մի 20%, 30% ձայն եւ բաշխել տարբեր ուժերի օգտին։ Այդ 65%-ը, քանի որ Նիկոլ Փաշինյանը արդեն հավաքել է, այդքան կարիք չկա, որ Լուկաշենկոն չի ինքը իր չսիրած, որ ուզում է 65% հավաքի, բնականաբար ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որ երկիրը չդառնա գուբերնիա, որ երկիրը չդառնա դիկտատորական կառավարման երկիր, որ երկիրը չդառնա մեկ անձի շոու, այդ 65%-ը եթե նման բան կա, էլի, դե Նիկոլ Փաշինյանը պնդեմ որ կա։ Այդտեղից ես ձեզ կոչ եմ անում շրջվել մի կողմ եւ գալ քվեարկել մեր օգտին։ Մոտավորապես նույն ուղերձը կարող եմ հղել Սամվել Կարապետյանի ընտրողներին, նրանք էլ տարածում են, որ 53% ինքն ունի։ Արդեն հաղթել են։ Արդեն հաղթել են, Նիկոլ Փաշինյանը 43, այսինքն ինքը 53, Նիկոլ Փաշինյանը 43, մնացածը չկան։ Չկան ոչ մեկ։ Հա, այդտեղ էլ խնդիր ենք տեսնում։ Այդտեղ է կարիք չկա այդքան ձեն կենտրոնացնելու, էլի, 53% իմաստը որն է։ Այդ ժողովրդին էլ են կոչանում, քանի որ արդեն այդքան հավաքվել է, բանտեն շատ ձայն ունեն, կոչ են կանում այն ուժերը, որոնք շատ ձայն ունեն ժողովուրդ ջան։ Այդ ձայներից մի քիչ էս կողմ թեքեք դեպի լուսավոր Հայաստանը, որովհետև եթե այդպես անազնիվ խաղա գնում, որ դուք 65% եք, մնացածներն չկան, դե մեր ժողովուրդը իր հետևությունը, իր դատողությունը կանի, որովհետև սա շատ անլուրջ է, սա շատ կեղծ է, եւ այս քարոզչությունն այն ինչ որ արվում է ոչ իշխանական, դե իշխանական ուժը ունի մեծ ռեսուրս, չէ, կամ ոչ բան շատ մեծ գումարներով ռեսուրսով ուժերի դեմ, օրինակ մեր, դա սարսափելի անարդար բան է եւ չի կարող երկրում ձևավորվել առողջ քաղաքական համակարգ, որտեղ որևէ ուժ կունենա 50%, 60 չեմ ասում, դեռ 65 չեմ ասում, անգամ 50% ձայն։ Եվ ահա մեր ուղերձը։ Մեր ուղերձն այն է, որ դուք գնաք ընտրական տեղամասեր եւ ձեր քվեարկությամբ թույլ չտաք, որ որևէ ուժ 50%, 40% անգամ ձայն հավաքի։ Գնացեք ընտրական տեղամաս, վերցեք թիվ 19 քվեաթերթիկը եւ վերջը դրեք այս մեկ անձի, մեկ մարդու շոուին։